եմ ձնամաքրման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեք։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ։ Համաձայն հիդրոմետ ծառայության տեղեկատվության նախորդ շաբաթվա ամսի 20-ին եւ 23-ին սպասում էին ձյան տեղումներ։ Ամսի 20-ի տեղումները թույլ էին, իրականացրել ենք աշխատանքներ, դրանից հետո եղել է կտրուկ անկում, լուսադեմին նորից իրականացվել են փողոցների մշակման աշխատանքներ, որևէ խնդիր չենք ունեցել։ Ամսի 23-ի ձյունը կանխատեսելի էր, նախապես հայտարարված էր, որ ցերեկն է տեղի ունենալու սկսվելու տեղումները, առավոտյան ժամը 11:20-ին սկսվել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում տեղալ ձյուն։ Բավականին ինտենսիվ տեղումներ էին։ Ձյան տևողությունը տեղումների տևել է առավոտյան 11:20-ից մինչև երեկոյան 20:30, 21:00 նոր դադարել է ձյունը, վերջնականապես։ Այդ ժամանակահատվածում նախ ես նշեմ գործողությունների մեր իրականացումը, այնուհետև առաջացած խնդիրներն ու իրավիճակը։ Ժամը 10:30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենամեխանիզմները աղով ավազով բեռնված, տարբեր եզրաչափի, տարբեր ֆունկցիայի, 37 բազմաֆունկցիոնալ մեծ, 12 փոքր մեքենաները 49 միավոր ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում ըստ նախապես մշակված մեր դիսլոկացիոն սխեմայի։ Ձյան տեղում միաժամանակ մոբիլիզացված է եղել նախապես զգուշացված էր կանաչապատում ՀՕԱԿ-ին, պարոն Բեգոյանի հետ քննարկել ենք, որ իրենք էլ պատրաստ լինեն դուրս գալու մաքրման աշխատանքների։ Աշխատանքները սկսվել են 12-ի մոտ արդեն ժամը, առաջին իսկ գրեթե 1 սանտիմետր դեռ չհասրած սպիտակած վիճակում ասֆալտը սկսեցին աղ ու ավազի ցանելու աշխատանքները մայրաքաղաքում։ Նախապես 2-3 ժամ հետո ինձ տրամադրվել է պարոն Կատվալյանի կողմից էլեկտրոնային սխեման, որ մեքենան որ հատվածում է գտնվում։ Եվ այսպես շարունակվեցին աշխատանքները մինչև ուշ երեկոյան, որից հետո առավոտյան արդեն մոբիլիզացվեցին միաժամանակ կանաչապատում ՀՕԱԿ-ի աշխատակիցները, որոնք մաքրել են բոլոր աշճանները, ստորգետնյա, վերգետնյա անցումների, շենքեր տանող, այգիներ տանող։ Ընդհանուր առմամբ մոբիլիզացված է եղել 137 միավոր տեխնիկա, որից 107-ը ԵԱՍՄ հիմնարկին է եղել, 30-ը տարբեր ֆունկցիոնալ կարողությունների տեր մեքենաներ կանաչապատում ՀՕԱԿ-ից։ Մոտ 650 բանվորական ուժ է աշխատել այդ 2 օրերի ընթացքում։ Մաքրման աշխատանքները տևել են մինչև ուշ երեկո, որից հետո նկատի ունենալով ջերմաստիճանի անկումը առավոտյան 4:30-ից, այսինքն 23 լույս 24-ի գիշերը, ամբողջ տեխնիկան դուրս է եկել փողոց եւ մշակել բոլոր փողոցները։ 24-ի ժամը 10-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր կենտրոնական եւ մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքրված են եղել ձյան եւ սառույցի ծածկույթից, եղել է սև ասֆալտ, սա փաստում են եւ օպերատիվ ծառայությունները մեր եւ մեր շրջայցը եւ վարչական ղեկավարների շրջայցը։ Սակայն պարոն քաղաքապետ ունեցանք խնդիր։ Ամսի 23-ին խցանումներ առաջացան մայրաքաղաքում, գրեթե ամբողջ տարածքում, բայց հիմնական կանգը խցանումները եղան կենտրոն վարչական շրջանում։ Մենք քննարկել ենք շաբաթ օրը ԵԱՍՄ-ում պատճառները։ Այն իմ կասկածը, որ ուշ է մտել տեխնիկան, այո, եղել են ուշ մտնելու ժամեր, եւ դա պայմանավորված է եղել երթևեկի ինտենսիվությամբ տրանսպորտի, ուղղակի ԵԱՍՄ-ի մեքենամեխանիզմները չեն կարողացել մտնել երթուղի։ Ստիպված ժամը 2-ից հետո նոր դիմել ենք պարոն Փամբուխչյանը օգնությամբ բարեկային ծառայությանը, որը սկսել է ճանապարհ բացել մեր մեքենաների համար եւ մեքենաները կարողացան արդեն մշակել աղ ու ավազով փողոցները։ Երեկոյան տևել